Ցավաստիքը ձեզ պարոն Փաշինյան։ Մենք 18 թվականից առ այսօր սատարում ենք ձեզ եւ սատարել ենք։ Ուրախ ենք ձեր կառավարման մեթոդիկայի հետ կապված, պարոն Փաշինյան, մենք գիտենք, որ դուք ամեն ինչ կարող եք անել եւ անելու եք եւ վստահ ենք, դա կասկած չլինի բոլորի մոտ։ Մի հարց է ձեզ էլի, պարոն Փաշինյան։ Մենք վերջերս տեսանք, որ դուք վարորդների հետ կապված բարեփոխում արեցիք։ Հələ քվեարկություն ա գնում ժողովրդի։ Մենք ուրախ ենք, որ վերջապես մարդիկ կարողանան իրենց աշխատանքը գտնել։ Ձեր անունը։ Եվ դրան զուգահեռ փորձում ենք մի հարցել մի փոքր արդարություն հետ, պարոն Փաշինյան։ Ես զինվորի ծնող եմ։ Զինվորների հետ կապված մի փոքր բարև ձեզ Տիկնավանեսյան։ Բայց ձեր ամուսինը արդեն խոսել է այդ թեմաները։ Չհասցրեցի, պարոն Փաշինյան, կներեք, ներող կլինեք։ Ճիշտ ասած, այս պահին էլ երեխուս մոտից եմ գալիս հոսպիտալից, առողջական խնդիրներ ունի։ Խնդրանք բոլոր ծնողների կողմից, մենակ իմ բալի համար չեմ խոսում։ Ինչ ա պետք անել։ Փորձում ենք օրենքի ոչ թե շրջանցել օրենքը կամ հետադարձ ուժ տալ, փորձենք մի փոքր արդարություն մտցնել զինվորների հետ կապված հարցի շուրջ։ Բայց ինչ անարդարություն կա։ Չէ, բացարձական արդարություն, պարզապես ժամկետի կրճատման կամ ինչ որ հարցեր Դե խոսել ենք, էլի ժամկետի կրճատումը հնարավոր չի։ Որ դուք կարող եք այդ հարցին լուծում տալ։ Ժամկետի կրճատումը հնարավոր չի։ Ուրախացել են ծնողները, թե խորախոսական արձակուրդները վերաբերել։ Արձակուրդները կլինեն, բայց ժամկետի կրճատումը։ Գիտեմ, Ժորժը։ Գիտեմ, Տիկին ջան։ Շնորհակալ եմ ձեզանից։ Ես եմ ձեզանից շնորհակալ, բայց խնդրում եմ ըմբռնումով վերաբերվեք։ Ամեն ինչ չի, որ կարող եք մենք անել։ Գիտեմ, ձեր ազգանունը որն է։ Ինչ Սիրելի Տիկին Մելքոնյան, հավատացեք էլի, որ ինչ հնարավոր է կանենք, բայց ամեն ինչ չի հնարավոր, հասկանում եք, կյանքում պատահում են իրավիճակներ, որ չի շնորհիվ այս խաղաղությունը այո, շնորհիվ հիմա եկեք նենց անենք, մի քիչ բան մնացել, ծառային գան իրենց ով որ հիվանդա կառողջանա, ում առողջական վիճակը համատեղելի չի բանակի հետ կազատվի։ Խրախուսական արձակուրդների Շնորհակալ ենք, պարոն հաջողություն ձեզ հրավիրեմ մի կտոր հաց ենք դրում հաճույքով, մեծ պատիվ։ Բարև, լավ եք։ Սկզբից բայց չխոսեինք նոր։ Մի հատ մեգաֆոնը մեծը տվեք։